պետական գնումների համակարգը անմիջապես աստիճանաբար, բայց անմիջապես անցնելու է թվային դրամի։ Դրանով մենք պայքարելու ենք շատ ու շատ վատ երևույթների դեմ, որոնք որ մենք լսում ենք պետական գնումների համակարգում, ասենք գումարների ոչ նպատակային ծախսում, անարդյունավետ ծախսում, շատ դեպքերում գնումների հետ տեսակավորման հնարավորություններ, այս կամ այն գնումը մեկ այլ գնումով փոխարինել, մի կողմից ունենալու ենք իրավապայմանագրային կամ իրավակարգային կարգավորումային լավացում գնումների համակարգի, մյուս կողմից ունենալու ենք թվային դրամով միմիայն իրականացվող պետական գնումներ, որով որ հանրությանը ասում ենք պետության նկատմամբ քո վստահությունն ուզում ենք վերականգնենք, որ դու տեսնես, որ պետությունը իր գնումների ամբողջ համակարգն իրականացնում է թվային դրամով։ Դա նշանակում է, որ գնման յուրաքանչյուր դեպքը իրական ժամանակում դրա հետագծելիությունը վերահսկվող է։ Դա շատ կարևոր է հանրության համար, որ ինքը վստահություն ձեռք բերի, որ իր հարկերով առաջացած գումարները ծախսվում են խիստ նպատակային, որովհետև չկա որևէ կոռուպցիոն երևույթ, որտեղ դրա տեխնիկապես հնարավորությունը արդեն բացառված է եւ հանրային վստահության բարձր մակարդակ ենք ապահովում դրանով։ Սա ենք անընդհատ ասում, որպես քաղաքական նախաձեռնության պլատֆորմում շատ կարևոր բան, առաջնային ու կարևոր միայն սա ենք ասում, որովհետև սա է ավելի շատ հիմա անցալելի մեր հանրությանը, բայց դա ինքը ունի նաև որոշակի համապարփակ շարունակություն, որովհետև ինքը արդեն տարիների ընթացքում դրամապանակների գաղափարն է գալու օֆլայն ռեժիմով աշխատող մարդիկ, ովքեր որ ունենալու են երաստիճան համակարգ հնարավորություն մուտք գործեն այդ համակարգ, աշխատավարձերի մի մասը հետագայում վճարվելու է թվային արժույթով, դա արդեն են հետագա մեր անելիքներն են, որոնք որ մենք կարծում եմ, որ հնարավորություն կունենանք մոտակա տարիներին իրագործելիս նաև հանրային լայն քննարկումների միջոցով իրազեկել մեր հանրությանը։